Այս երկու խմբերից մեկում դու հաստատ կաս։ Կան մասնագետներ, ովքեր բարձր են գնահատում իրենց աշխատանքը, որովհետև իրենք ջանք են անում, որպեսզի լավ արդյունք ու որակ մատուցեն։ Կան մասնագետներ էլ, ովքեր բարձր են գնահատում իրենց։ Նրանք էլ ջանք են անում, որպեսզի իրենց գործում լավ արդյունք ու որակ մատուցեն, բայց որպես արժեք ավելի բարձր գնահատում են իրենց, քան աշխատանքը։ Տարբերությունը գիտեք ո՞րն է։ Մարդը, ով գնահատում է իրեն, իր պրոֆեսիոնալիզմը, իր ջանքը, իր ճաշակը, նա իր աշխատանքին վատ չի վերաբերվում, այլ գնահատում է որպես նորմալ, սովորական գործ, որը սակայն ստեղծվել է հանճարի կողմից։ Իսկ մարդը, ով ավելի բարձր է գնահատում աշխատանքը, իրեն կամ չի գնահատում, կամ էլ չի դիտարկում որպես հանճար։ Ամեն դեպքում աշխատանքն ավելի է գնահատում, քան իրեն։ Խնդիրն այն չէ, թե ով իրեն ինչպես է ներկայացնում, անհամեստորեն կամ գլուխ գովալով։ Խոսքը ներքուստ, ինքն իրեն գնահատելու, իր արժեքը զգալու մասին է, ոչ թե անհամեստության։ Ինքն իրեն գնահատող մարդը կարող է եւ լինել շատ համեստ, եւ հակառակը, իրեն չգնահատող մարդը կարող է լինել դատարկաբան ու գլուխգովան։ Իսկ ինչ է կատարվում, երբ քեզ գնահատում ես բարձր, աշխատանքդ սովորական, եւ ինչ է կատարվում, երբ աշխատանքդ ես բարձր գնահատում, իսկ քեզ դե մարդ եմ էլի, աշխատում ենք։ Աշխատանքն իրենից բարձր գնահատողը մարդկանց մատուցում ու ներկայացնում է իր աշխատանքը հիացմունքով, էմոցիոնալ, դետալային, չէ, իր գործի նվիրալները շատ գեղեցիկ ու մեծ նվիրվածությամբ են խոսում արդյունքի մասին։ Իսկ երբ մարդիկ խոսում են իր հետ, զգում են, որ այնքան էլ լուրջ չի վերաբերվում իր ցանկություններին։ Պատրաստ է համակերպվել ցանկացած պայմանի, կռեհկության, տհաճ միջավայրի ու բնակավայրի, աշխատավայրի, սնունդի հետ, կարճ ասած, ինքն իրեն չի գնահատում։ Ու չնայած աշխատանքը որակում է որպես հանճարեղ գործ, միևնույն է մարդիկ միանգամից մտածում են, միայն սիրուն խոսելով ու ներկայացնելով չի, դու քեզ չես գնահատում։ Ինչպիսին դու ես, այդպիսին էլ արածդ է լինելու։ Իսկ երբ աշխատանքդ չես թերագնահատում, այլ գնահատում ես նորմալ, որակյալ աշխատանք, փոխարենը քեզ ես գնահատում որպես հանճար։ Կրկնում եմ, խոսքը ինքդ քեզ բարձրաձայն ներկայացնելու մասին չէ, կասկադում եկեք նկարվենք ինձ հետ բան։ Խոսքը ներքուստ, քո արժեքը շոշափելի աստիճանի բարձր զգալու մասին է, որպես հանճար։ Ինչպիսին ես դու քեզ զգում։ Այս դեպքում մարդիկ քո աշխատանքն էլ ընդունում են որպես հանճարեղ գործ։ Թեկուզ դա ձեր ամենափոքր կամ փորձնական գործերից լինի, սևագիր, կարևոր չէ, մարդիկ դա բարձր են գնահատում, որովհետև այն ստեղծվել է իրեն գնահատող մարդու կողմից։ Ինչու՞։ Որովհետև ցանկացած մասնագիտությունից առաջ մարդն է իր արժեքներով, հետո աշխատանքներն ու ապրանքները։ Նախ ճանաչում ենք մարդուն իր ինքնարժեքով, սեփական գնահատականով եւ ապրելակերպով, հետո ընդունում իր արտադրանքը այնպես, ինչպիսին ներկայացրել է մարդը։ Համաձայնվեք, որ մենք չենք ուտում այն ուտեստը, որը պատրաստվում է զզվելի կիսավեր խոհանոցում, որտեղ վխտում են առնետներն ու խավարասերները։ Որքան էլ խոհարարը գովի իր պատրաստացի համը, մենք դրան մոտ չենք գա։ Մենք չենք վստահի այն ապրանքին, որը արտադրվում կիսավեր շենքի հորբոսնած պատերի արանքում։ Որքան էլ գովազդեն ապրանքի որակը, միևնույն է, արտադրամասը տեսնելուց հետո մենք այդ ապրանքը չենք գնի։ Ուրեմն, եթե հրաշալի աշխատանք ես կատարում, հանճարեղ, բարձրաճաշակ ու որակյալ, բայց քիչ են վճարում կամ առհասարակ արածդ չեն նկատում, մի զարմացիր։ Խնդիրն այն է, թե ինչպիսին ես զգում ինքդ քեզ, իսկ երբ գնահատում ես քեզ, գնահատվում է նաև քո աշխատանքը։ Սա էլ ասեմ։ Ինքներս մեզ չգնահատելու պատճառները կարող են շատ լինել։ Մեկը դառը մանկություն է ունեցել, մյուսին կոտրել են հենց ծնողները, երրորդն առհասարակ ֆիզիկական բռնության է ենթարկվել կամ այլևայլ խնդիրների միջով է անցել, որոնք դարձել են հոգեբանական պատճառ իր անձը չգնահատելու, բայց դրանք միայն պատճառներ են, ոչ թե դատավճիռ, որովհետև աշխարհը չի սկսվում ու ավարտվում քո խնդիրներով, որոնք փորձում ես ծածկել լավ աշխատելով, մարդկանց բարիք անելով։ Նախ գնահատիր քեզ, որովհետև աշխարհը սկսվում է քեզանից։ Սկզբում ստեղծվել է մարդը, հետո սկսել է աշխատել։ Գնահատեք ձեզ, դուք կարող եք։